Մարդկանց մոտ թյուր կարծիք է ձևավորվել, որ օրինակ գարնանը պետք է օգտագործել թարմ, թեթև ցիտրուսային կոմպոզիցիաներ, բայց երբեմն տաք ու հագեցած բույրերը նենց սիրուն են բացվում գարնանը, երբ օդը սկսում է մի փոքր արդեն տաքանալ, բայց դրսում դեռ ցուրտ է։ Այսօր ես ընտրել եմ 3 բույր, որոնք գարնանը շատ սիրուն տրամադրություն են տալիս։ Առաջինը ավելի էլեգանտ է ու զուսպ, երկրորդը մի փոքր ավելի ձգող, քաղցր գուրմանիկ է, թեթև ալկոհոլային նոտայով, իսկ երրորդը ավելի արևելյան, խորը, հագեցած ու շքեղ։ Դուք մեկնաբանություններում կարող եք գրել ձեր տարբերակները, իսկ ես սկսեցի։ Առաջին բույրը, որի մասին հիմա կխոսեմ, այդ Maison Francis Kurkdjian-ի Grand Soir-ն է։ Եթե անկեղծ, երբ առաջին անգամ փորձեցի այս օծանելիքը, մտածեցի, որ ոչ մի հետաքրքիր ինչ-որ ձգող բան չունի, ուղղակի քաղցր կոմպոզիցիա, վանիլ ու ամբրա։ Ինձ համար շատ հասարակ թվաց այս տարբերակը, բայց ես իրան երկրորդ շանսը տվեցի, երբ մի փոքր արդեն եղանակները տաքացան։ Սա առաջին անգամ փորձել եմ խորը ձմռանը, երբ շատ ցուրտ է եղել ու մի տեսակ բացի ամբրայից ու վանիլից ոչ մի բան չէի զգում, բայց մի փոքր արդեն երբ եղանակները տաքացան, այսինքն օդը դեռ սառն է, բայց մի փոքր ջերմություն կա այդ գարնան արևի մեջ, ինքը մի փոքր ավելի զուսպ, ավելի էլեգանտ, ավելի ճոխ ու ավելի չճչացող բացվեց իմ մաշկին։ Ինքը մաշկի ջերմության հետ էլ ավելի է սիրուն բացվում ու այդ բացի ամբրայից ու վանիլից ես ստեղ զգացի նաև լաբդանումը, ինքը շատ մարդիկ կարող է չիմանան այդ կոմպոնենտի մասին, ինքը թեթև ծխային երանգ է տալիս, ինքը մի փոքր չեմ վախենա այդ արտահայտությունը անելուց, ինքը վանիլը մի փոքր ավելի պղտորում է, մի քիչ ավելի կեղտոտ վանիլ է ստացվում ու չեք պատկերացնի ինչ սիրուն է բացվում գարնանը։ Ես իրան ամառը չեմ փորձել ու չեմ էլ փորձի ինձ թվում է, եթե իհարկե ամառային երեկոների մասին չի խոսքը, երեկոյան կարելի է արդեն օգտագործել, մի տեսակ իր այս ֆլակոնին, որ նայում եմ, մտածում եմ, որ սա ոսկի է ֆլակոնի մեջ։ Եթե խոսում ենք կոմպոզիցիայի մասին, ստեղ օֆիցիալ շատ կոմպոնենտներ կիրառված չեն։ Դա վանիլն է, ամբրան, լաբդանումը ու բենզոինը։ Սկզբից զգացվում է ամբրան։ Ինքը կարծես կոմպոզիցիայի վրա սենց ոսկեգույն չերևացող ինչ-որ աուրա է տալիս։ Վանիլը ստեղ կանդիցիարսկի չի ու շատ պլոսկի չի, ինչպես արդեն նշեցի, ինքը ավելի նուրբ է ու էլեգանտ։ Իսկ այ բենզոինն ու լաբդանումը կոմպոզիցիային ավելի շատ ինչ-որ բալզամիկ երանգ են հաղորդում, թեթև ծխային ու այդ խեժային ակորդը ես շատ լավ զգում եմ։ Շատ մարդիկ ասում են, որ ինքը ավելի շատ վանիլային բույր է, բայց ստեղ ես այդքան վանիլի չեմ զգում, ինչքան ամբրան ու լաբդանումն ու բենզոինը, որ այդ խեժային, հետաքրքիր ծխային ամբրան մի քիչ կծվային, արդեն վանիլը գնում է 4-րդ պլան։ Այս տիպի շքեղ կոմպոզիցիա է ինքը։ Եթե խոսենք շլեյֆի մասին, ինքը 8-ից 10 ժամ ամենակիչը մնում է իմ մաշկին։ Դե շորերի մասին խոսք անգամ գնալ չի կարող, քանի որ օրերով, շաբաթներով, ամիսներով կարա շորի վրա մնա, անգամ լվանալուց հետո։ Բայց իր շլեյֆը ավելի էլեգանտ է ու զուսպ։ Ու այն մարդիկ կզգան այս օծանելիքի բույրը, ովքեր բավականին մոտ են կանգնած մեզ։ Ավելի շատ հարմար է երեկոյան զբոսանքների համար կամ ինչու՞ չէ նաև ժամադրությունների, որովհետև շատ մոտ հեռավորության վրա հաստատ չի խեղդի դիմացինին ու հարմար է այն մարդկանց համար, ովքեր սիրում են ավելի զուսպ ու էլեգանտ տարբերակներ, ոչ թե գոռացող։ Իրա մասին այսքանը։ Երկրորդ տարբերակը այդ Initio-ի Narcotic Delight-ն է։ Սա ուղղակի սեր է առաջին փշիկից։ Երբ ես այն առաջին անգամ ցանեցի, միանգամից այդ զգացողությունը, այդ վանիլային քաղցրությունը, ալկոհոլային երանգը ու վիշնյայի լիկյորը միանգամից գրավեցին ինձ։ Բայց ամենահետաքրքիրը հետո էր, երբ ես ինչ-որ միջոցառման ժամանակ այն ցանել էի ու ամբողջ տարածքը լցվել էր իր շլեյֆով։ Բոլորը մի մարդու պես հարցնում էին, այս ինչ օծանելիք է ու իր անունն էին ուզում իմանալ, քանի որ ահա որ կոմպլիմենտ առա ինքը։ Մեկը չկար, որ բացակա լիներ այդ կոմպլիմենտի հարցում։ Բոլորը կոմպլիմենտ արեցին մի մարդու պես։ Բայց եթե խոսում ենք կոմպոզիցիայի մասին, ստեղ նշված է, որ կա տաբակ, լիկյոր, վիշնյա ու վանիլ։ Բոլորը զգում եմ,
բացի տաբակ, քանի որ ստեղ տաբակը այդքան ծխային չի, ինչ որ արևելյան խորություն է տալիս կոմպոզիցիային։ Ինքը ավելի նուրբ ու տաք երանգ է հաղորդում։ Շլեյֆը միանշանակ նախորդ տարբերակից ավելի երկար է ու կայունությունը իմ մաշկին պահպանվում է 10-ից 12 ժամ։ Ամենաքիչը։ Սա արդեն ավելի նկատելի է, քան Maison Francis Kurkdjian-ի Grand Suave-ը։ Դա միանշանակ։ Ինքը նույնպես հարմար է երեկոյան առիթների համար, բայց պետք է չափը չանցնել, քանի որ ինքը միանգամից լցնում է ամբողջ տարածքը։ Այն մարդկանց համար, ովքեր սիրում են մի փոքր ավելի կոպիտ, ավելի գուրմանական օծանելիքներ, քան այս տարբերակն է։ Իսկ երրորդը իմ սիրելի Amouage-ից Royal Tobacco-ն է։ Մեր հայրենակցի աշխատանքը։ Իր հետ իմ ծանոթությունը մի փոքր հետաքրքիր ստացվեց, քանի որ ես չէի ուզում իրան փորձեի, մի օր ինձ թվում է կպատմեմ թեխի։ Մեր քաղաքի խանութներից մեկում մտել էի, որ փորձեմ, աշխատակցություն խնդրեցի, որ թղթի վրա չցանի, այլ եթե հնարավոր է պարանոցից ցանեմ։ Երկու փշիկ արեցի ու գնացի տուն։ Այդ ժամանակ ապրում էի մի տանը, որը 5-րդ հարկ էր ու այդ շենքում լիֆտ չկար։ Ես ոտով բարձրացա տուն, ուղղակի նստած էի, բայց հոտը ես սաղ ընթացքում չէի զգում, քանի որ մի փոքր մրսած էի ու հոտարական ռեցեպտորներս լավ չէին աշխատում։ Արդեն հասկացաք թեխի։ Զանգեցին ինձ, իմ շատ մտերիմ ընկերուհիներից մեկը, հրավիրեցի տուն, ինքը բարձրացավ էլի, ինչպես ես ոտով բարձրացավ տուն ու ասեց, «Էս ամբողջ շենքից էս ինչ հոտ է գալիս, էս ինչ հետաքրքիր շլեյֆ է, բայց ոնց որ ձեր տնից է, հա»։ Ասում եմ, կարող է էս օծանելիքն է։ Ասում է, հա, ամբողջ առաջին հարկից մինչև 5-րդ հարկ էս բույրն է։ Դեռ ես հասկացա, որ պետքա լավանամ շուտաբույտ պետքա լավանամ ու մի հատ էլ փորձեմ, որ այս անգամ արդեն ես զգամ իր կոմպոզիցիան, այդքան երկար շլեյֆ ունի ու տպավորվող։ Այստեղ ինչպես միշտ Amouage-ի ձեռագիրն է, եթե Amouage-ի ձեռագիրը կա, ուրեմն խունկ չի կարա չլինի։ Այստեղ խունկ կա, տաբակ, բայց ավելի չոր։ Տաբակը այստեղ ավելի երրորդ պլան է, ինքը կոչվում է Royal Tobacco, բայց ես տաբակը այդքան շատ լավ չեմ զգում այստեղ։ Այստեղ ավելի շատ լակրիցա է, չգիտեմ այդ լակրիցան ոնց բացատրեմ, շատերը կարող է իմանան, շատերը կարող է չիմանան, ովքեր չգիտեն, մի փոքր փորձեմ համեմատական ինչ-որ բան բերեմ, պատկերացրեք այրվող փայտի երբ հանգչում է, այդ ծուխը, չոր ինչ-որ չոր ծխային երանգ է տալիս այդ լակրիցան, բայց փայտի, այրվող փայտի ու տոննաներով համեմունքներ, տոննաներով։ Հա, մոռացա մի համեմատություն էլ անեմ, անպայման մտքներումդ պահեք այս տարբերակը փորձելիս։ Սուպերմարկետներ, որ մտնում եք, ինչ որ մի հատ բաժին կա, չէ, որ համեմունքներ ա դրած, սենց մեծ տարաներով համեմունքներ ա դրած, սև բիբար, կարմիր բիբար, չգիտեմ, սա խառը համեմունքներ, դարչին։ Այս տարբերակը, որ փորձում եմ, ես մտովի տեղափոխվում եմ այդ սուպերմարկետների այդ հատվածը, երբ որ այդ համեմունքների մոտով անցնում եմ։ Չնայած պլյուս դրան, լակրիցա, տաբակ, չգիտեմ, մի խնդրանք ունեմ, փորձեք ու կոմենտներում գրեք նման տիպի ինչ-որ տրամադրություն, ինչ-որ ասոցիացիա տալիս է, թե չէ։ Եթե խոսքը գնում է շլեյֆի մասին, Monster է։ Այս երկուսը գումարում ենք իրար, բազմապատկում ենք երկուսի, այդքան շլեյֆ ունի։ Նամանավանդ առաջին մի քանի ժամը։ Կայունությունը 12 ժամից ավել, միանշանակ, շորերի վրա, ինձ թվում է, եթե շորիս վրա ես ցանեմ, այդ շորը հագնելիս ուրիշ օծանելիք չեմ կարա ցանեմ, այդ տիպի կայուն է, անգամ լվանալուց հետո օգտագործել միայն հատուկ առիթների, երբ պետքա անսովոր տպավորություն թողնել, բայց կրկին իր դեպքում պետքա չափը չանցնել, որովհետև ուղղակի ֆանտաստիկ լցնում է ամբողջ տարածքը։ Այն մարդկանց համար, ովքեր սիրում են խորը, արևելյան, անսովոր ու պայթուցիկ կոմպոզիցիաներ։ Այս երեքն էլ իրար շատ նման են ու միաժամանակ ահավոր տարբեր։ Image այլոց երեքն էլ ներկայացված են Narfum.am կայքում, երեքն էլ կարող եք ձեռք բերել ինչպես փակտուբ տարբերակով, այնպես էլ ռասպիվ տարբերակով, ռասպիվը ավելի հարմար է, որպեսզի ծանոթանաք բույրի հետ, նախքան ամբողջական փակտուբ տարբերակով գնելը։ Եվ վերջում կոմենտներում գրեք այս 3 տարբերակների մասին ձեր կարծիքը, եթե իհարկե փորձել եք, կամ եթե չեք փորձել, չեք ճանաչում այս բույրերը,
գրեք ձեր ֆավորիտ գարնանային օծանելիքների անունները, որոնց կանդրադառնամ շուտով։